Հայոց ցեղասպանության մասին գերմանացին խոսեց դեռ 10 տարի առաջ։ Ռոլֆ Հոսվելդը ուսումնասիրեց 1915-ին հայերի հետ կատարվածն ու չնայած ճնշումներին օգտագործեց ցեղասպանություն եզրույթը։ Գերմանացի գրողի մասին Հայաստանում իմացան, երբ հրատարակվեց նրա առաջին գիրքը՝ Նեմեսիսի օպերացիան։ Գիրքը բավական մեծ ընդունելություն գտավ եւ հայ եւ միջազգային հանրության շրջանակներում։ Ընթերցողին հայոց ցեղասպանության մասին իր գրքով ցնցած հեղինակը հիմա Հայաստանում է։ Անմոռուկը կրծքին, նոր գիրքն էլ ձեռքին, Մահ անապատում, հայոց ցեղասպանությունը։ Էվելինա Մակարյանն է վավերագրությունը թարգմանել հայերեն։ Շատ լավ խոր աշխատություն է։ Այստեղ ոչ միայն տված է, ինչքան որ հասկացա, ընդհանուր գծեր ցեղասպանության վերաբերյալ, այլև շատ նոր տեսություններ։ Գրքում ներկայացված են լուրջ գիտական ուսումնասիրություններ, 5 գլխից կազմված աշխատության մեջ հեղինակը ներկայացնում է ցեղասպանության նախապատմությունը, թուրքական ռեժիմի ծրագրերն ու հետևողական քայլերը։ Անդրադարձ կա Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը։ Ինձ համար շատ անսպասելի էր այն արձագանքը, որը գիրքն ունեցավ Գերմանիայում, հատկապես մամուլում։ Ռոլֆ Հոսվելդն այս օրերին մտածում է ոչ թե գրքի մասին, այլ Բունդեսթագի որոշման։ Նա համոզված է, որ հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագծի ընդունումը շատ կարևոր պատմական քայլ կլինի։ Բունդեսթագի ապրիլի 24-ի նիստը շատ եմ կարևորում։ Եթե մեր սպասումներն արդարացվեն, Գերմանիայում պաշտոնյաները ավելի հեշտ կխոսեն հայոց ցեղասպանության մասին։ Մյուս կողմից դա կարող է ազդել Միացյալ Նահանգների վրա ու հայոց ցեղասպանության ճանաչումն ակտիվացնել միջազգային հարթակներում։ Գերմանացի գրողին ոգևորել է նախագահ Սարգսյանի ելույթը Գլոբալ ֆորումում։ Նրա գնահատմամբ Սերժ Սարգսյանը շատ կարևոր հարց է բարձրացնում, զգուշացնելով, որ միջազգային կառույցները դատապարտում են բոլոր տեսակի ցեղասպանությունները, բայց դրանք աշխարհում դեռ շարունակվում են։ Այդա Կարապետյան, Ավետ Տավյան, ժամը լրատվական։